Վարդենիսի տարածաշրջանում տեղի ունեցել ադրբեջանական դիրքերի շինարարություն։ Ընդ որում, եթե մենք նայում ենք արբանյակային լուսանկարներով, հուլիսի 2025 թվականի հուլիսի 31-ի դրությամբ այս դիրքերը չկային։ Այս դիրքերը սկսել են կառուցվել, տեղի ունեցել ամրաշինական աշխատանքներ, որոնց արդյունքում ամբողջ Վարդենիսի տարածաշրջանը սոտկի հանքը նայեք, սա մեր հատվածն է եւ ադրբեջանական դիրքերի առաջխաղացումները։ Սոտկի հանքը ամբողջովին գտնվում է ադրբեջանական վերահսկողության եւ դիտարկման տակ, ինչպես նաեւ Կուտ գյուղը եւ Վարդենիսի տարածաշրջանի մնացած գյուղերը ամբողջովին գտնվում են Ադրբեջանի դիտարկման տակ եւ սա տեղի ունեցել նորից եմ կրկնում 2025 թվականի ընթացքում, այսինքն Նիկոլ Փաշինյանի, Սուրեն Պապիկյանի այն սուտը, որ Հայաստանի Հանրապետությունը տարածքներ չի կորցրել 2025 թվականին, մեր այս հստակ բացահայտումներով հերկվում է։ 2025 թվականին Հայաստանը ունեցել է տարածքային կորուստներ, թե Վարդենիսի տարածաշրջանում, թե Ջերմուկում, բացարձակապես ոչ մի պարագայում ոչ ոք չի կարող հերքել, որ այս փաստաթղթերը սուտ են։ Սրանք իսկություն են, սրանք ճիշտ են, սրանք ապացուցում են եւս մեկ անգամ, որ Ադրբեջանը ուղղակի կտոր ներխուժում է Հայաստան, կտոր վերցնում է մեր հայրենիքի տարածքները, իսկ այս մարդիկ, գործող իշխանությունները հերթական անգամ խաբում են, հերթական անգամ ստում են, ճշմարտությունը չեն ասում, խաբում են ժողովրդին, իսկ մեր այս բացահայտումներից հետո դուք բոլորը տեսաք, ինչ լկտի պահվածքով, փողոցային բառապաշարով ուղղակի մերկապարանոց հայտարարություններ սկսեցին անել, եւ մենք նրանց հստակ ասում ենք, պարոնայք, մենք ունենք փաստեր, մենք ունենք արբանյակային լուսանկարներ, մենք ունենք կոորդինատներ, մենք բոլոր փաստերը ունենք։ Եթե դուք կարող եք, ոչ թե մերկապարանոց հայտարարություններ արեք, այլ հստակ փաստերով հերքեք։ Եթե չեք հերքում, պատասխան տվեք մեր հանրությանը, մեր հասարակությանը, ինչու եք խաբել։